Մարտի 24-ը տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Տուբերկուլյոզի մասին իրազեկվածության բարձրացման ուղղված միջոցառում է տեղի ունեցել, որը բացել է առողջապահության նախարար Միխայիլ Սաջվելաձեն։ Համաժողովում քննարկվել է հիվանդության դեմ պայքարում պետության ջանքերը եւ տուբերկուլյոզի դեմ պայքարի պետական ծրագրի արդյունքները։ Նշվել է նաեւ, որ Վրաստանն այս առումով օրինակելի երկիր է եւ զգալի ձեռքբերումներ է ունեցել։ Երկիրը պահպանել է տուբերկուլյոզի դեպքերի տարեկան անկման միտումը։ Պետության ջանքերով երկիրը կարողացել է 70%-ով նվազեցնել դեղակայուն տուբերկուլյոզի դեպքերը։ Վրաստանում հասանելի է տուբերկուլյոզի բոլոր ձևերի ժամանակակից ախտորոշումը եւ բուժումը, ներառյալ դեղակայուն տուբերկուլյոզի։ Վերոնշյալ հիվանդության դեմ պայքարի պետական ծրագրով նախատեսվում են հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ հետազոտությունները, ինչպես նաեւ բուժման ամբողջական ընթացքի համար բուժական դեղամիջոցների տրամադրումը։ Պետական ծրագրով մատուցվող ծառայություններն ամբողջությամբ փոխհատուցվում են եւ հիվանդից համավճար չեն պահանջում։ 2024 թվականին տուբերկուլյոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում 8.515.000 լարիով ֆինանսավորվել է 35.404 բժշկական ծառայություն։